հարգելի գործընկերներ, ես էլ եմ ուզում անդրադառնալ պարոն Արշակ Սարգսյանին, կարծես թե այսօրվա նիստի աստղը դուք եք, պարոն Սարգսյան, ուզում եմ անդրադառնալ ձեր մի գրառմանը, ձեր Facebook-յան էջում օրեր առաջ արված, որտեղ դուք ամբողջ գրառումը չեմ ցիտի, բայց հորդորում եք ստուգել Նիկոլ Փաշինյանի ԴՆԹ անալիզը, ինչպես դուք ասեցիք, որ մինչև 18 թիվը անհայտ անձնավորություն եք, չգիտեմ ինչով եք զբաղվում, եւ քաղաքացիական պայմանագրի շնորհիվ հայտնվեցիք այստեղ, խնդրում եմ դա չմոռանաք, ում շնորհիվ եք եկել, թեկուզ մեր դեմ եք մեր շնորհիվ եք հայտնվել, շնորհիվ թող լինի, պատճառով լինի եւ այլն, բայց ես ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ, եթե դուք այդքան շատ եք ուզում ԴՆԹ թեստ ստուգել, ես ձեզ ասեմ ում ԴՆԹ թեստը ստուգեք, 1990-ականների վերջերից մինչև օրս, եթե դուք ժողովրդի շրջանակներում հարցում անեք, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ձեզ բոլորը կասեն, որ նա թուրք է եւ ալբանացի, իդեպ ալբանացի տերմինը ինքն է օգտագործել, շատ մեծ մի րոպե, լռեք, Տիկին Սուսաննա, ձեզ էլ կանդրադառնա, ձեզ էլ կհիշեմ, շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի, Պարոն Սարգսյան, իմ ասածը շատ մեծ կապ ունի, որովհետև Պարոն Սարգսյան, ես համառորեն ինչ կապ ունի, դուք ձեր ելույթներում որ խոսում եք կապ ունի, ձեր ելույթները թարապես ոչ մի բանի հետ կապ չունի ու ձեր ասածները իրականության, բայց ինչ տեսում եք։ Հապերատար ձեզ լսում էի, դուք եք կուլտուրա ունեցեք, լսեք, կարող եք դուրս գալ, որքան էլ դուք փորձեք հերքեք, փաստը ակնհայտ է, որ դուք ձեր քաղաքական հայրը Ռոբերտ Քոչարյանն է, Եվ ես ձեզ խորհուրդ եմ տալիս հարցում անել եւ ԴՆԹ թեստը հենց Ռոբերտ Քոչարյանին ստուգել, մի մարդու, ով ոչ հայր մերը գիտի, ոչ էլ եկեղեցի մտնելուց խաչակ ընկվել գիտի։ Ժողովուրդ ջան, ես ստիպված կլինեմ անկեղծ դահլիճից հեռացում պահանջել, որտեղ չեք թողնել։ Առաջարկում եմ ձեզ ստուգել մի մարդու ԴՆԹ, ով գույք պարտքի դիմաց հանձնեց ռազմավարական նշանակության օբյեկտները, առաջարկում եմ ստուգեք մի մարդու ԴՆԹ, ում իշխանազավթության օրոք ամենամեծ արտագաղթն է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք էլ չգիտեք, ստուգեք այն Պարոն Սարգսյան, պետք է խնդրեմ լքեք դահլիճը։ Պարոն Սարգսյան, դուք գրել եք հանրային, ես էլ իմ արձագանքն եմ։ Պարոն Սարգսյան, սա ձեզ վերջին նախազգուշացումն է։ Եթե չեք կարողանում ձեզ կառավարել, ապա դուրս եկեք դահլիճից։ Ինքը հանգիստ ելույթ է անենում, ձեր ելույթների անհամեմատելի է իր ելույթն ու ձեր ելույթները։ Ու նորից եմ կրկնում, այնպեսի որ ձեր ելույթները բոլորը ճշմարտություն են կամ առհասարակ մոտ են ճշմարտությանը, որ մի հատ էլ ինչ-որ բան եք։ Մենք եթե սուս լսում ենք, բարի եղեք սուս լսել։ Շարունակեք։ Ես ձեզ առաջարկում եմ ստուգել մի մարդու ԴՆԹ-ն, ում օրոք գլխատվեց պետականությունը եւ միաժամանակ հենց գլխատվեց հայ առաքելական եկեղեցին, ում օրոք կազմակերպվեց մարտի 1-ը, որի ժամանակ անմեղ մարդիկ գնդակահարվեցին եւ որի ժամանակ բանակը բերվեց հենց Երևանի կենտրոն։ Առաջարկում եմ ԴՆԹ թեստի հանձնեք այն մարդուն, ում քաղաքական հայրն է ձեր ուժի, ում օրոք օտարվել են մանկապարտեզները, որին դուք սենց համառորեն դիմադրում եք եւ դեմ եք, շոու եք անվանում, նախընտրական ինչ-որ քարոզարշավ եք ասում եւ այլն, որտեվ ինձ թվում է դուք զգում եք, որ ինչ-որ մի փուլում ձեր բոլորի տներին է մոտենալու, այս քննող հանձնաժողովում ինչ-որ տեղի կունենա, ծիծաղում է նա, ով վերջին է ծիծաղում եւ վերջում առաջարկում եմ ԴՆԹ թեստ հանձնել այն մարդուն,
Խոսքը կրկին Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, ով ողջունել էր Արցախի Հանրապետությունում Շահրամանյանի իշխանության գալը, որից անմիջապես հետո Եվլախում դուք բոլորդ հանձնեցիք Արցախը, դուք բոլորդ հանձնել եք Արցախը եւ չփորձեք այդ ամեն ինչում մեղադրել մեզ եւ փաթաթել մեր իշխանության վզին, այսքանը։